Տեսեք ինչ լավ հացեր եք ստացել սիրելիներս։ Ընտիր հացեր։ Սիրելի հետևորդներ, եթե երևում է, տեսեք ինչքան է մեծացել, խոշորացել, եթե երևում է իհարկե։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Մի հատ էս դուռը փակեմ, ես ջղջղոտի ձայնը չլսեք։ Հա, սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Առաջի հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, բոլորի շատ սիրում։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ինչ ենք պատրաստելու ենք իտալական չաբադա հաց։ Դե գնացիք սիրելիներս։ Վերցնում եմ նախապես մաղած ալուրը, 1 կիլոգրամ ալուր է։ Մեկ կիլոգրամ ալուրին ավելացնում ենք, ուրեմն 1 կիլոգրամ ալուրին ավելացնում ենք մի թեյի գթալ աղ, աչքաչափով էլի, ավելացնում ենք 1 ճաշի գթալ դրոշ, ավելացնում ենք 1 ճաշի գթալ շաքարավազ։ Այս բոլորը խառնում ենք իրար։ Փոսիկ ենք անում, 1 կիլոգրամ ալուրին հարկավոր է 800 գրամ գոլից մի քիչ տաք ջուր։ Մենք խմորը բռնելու ենք, թույլ խմոր ենք բռնելու, պինդ խմոր չի լինելու։ Քիչ-քիչ ջուրը կավելացնենք, կարող է եւ մի քիչ տեղավոր կնայենք մեր խմորի խտությանը։ Հետո ալուրից է կախված, ալուրկա ջուրը շատ է վերցնում, ալուրկա քիչ է վերցնում։ Հիմա տեսնենք ոնց է լինում, ինձ թվում է էլի մեծ ջուր է հարկավոր։ 800 գրամ ջուրը ես լցրեցի։ Սիրելի հետևորդներ, ուրեմն 800 գրամ ջուրը քիչ էր, 200 գրամ էլ ավելացրեցի, ասեցի չէ, ալուրից է կախված, պետք է այսից ասենց թույլ խմոր պետք է ստանանք։ Կարողանում եմ խառնեմ։ Բուսայուղ հարկավոր, բայց բուսայուղը մեր ձեռքերին քսելով կօգտագործենք հետո։ Այսից խմոր է պետք։ Այսից փափուկ խմոր, երևում է, չէ՞։
Հիմա կողքերանքով կմաքրենք ու կդնենք, որ հասունանա։ 3 անգամ դնելու ենք հասունանա, 3 անգամ։ Եզրերը մաքրենք, սիրունացնենք։ Տնենք մեր խմորը հասունանա։ Եթե ուզում եք շուտ հասունանա, կարող եք դնել ջեռուցում, միացնել 30 աստիճանի տակ, ինքը մարմանդ շուտ կհասունանա։ Հիմա ես այդպես եմ անելու։ Սիրելի հետևորդներ ջան, խմորը մեր հասունացել է։ Հլա մի բան էլ ավելացել, թափվում է, ուզեցել է, որ թափվի։ Հիմա այս ձերքս ձեթոտեմ, որ մեր խմորը տեսքի բերենք։ Հիմա այս եզրերս էց հավաքելու ենք, սերի հետևորդներ։ Այսենց վրա ենք բերում, սիրելի հետևորդներ, ուշադիր եղեք, նայեք, էսել ենք այսենց վրա բերում, 4 կողմից վրա ենք բերում սենց, ու դնում ենք նորից հասունանա, նորից դնում ենք, 3 անգամ պետք է սենց վրա բերենք, այսից կողքերը մաքրում ենք, հատ ես կապարիչն էլ մաքրենք, ափսոս է էլ ես խմորը, տունը չէի, թողել գնացել էի, եկա տեսա շատ հասունացել, ինչ որ է, դե հիմա կփակենք, նորից կդնենք, որ հասունանա։ Սիրելի հետևորդներ, արդեն երկրորդ անգամն ենք, երկրորդ անգամն է հասունացել, մաքրենք սենց, իսկ հիմա նորից ձեռներս ձեթոտում ենք, որ հավաքենք կողքերը, այսենց, դեպի մեկ իչքան փափուկ խմորա, ինձ ես հացին, այս փափուկ խմորն է պետք, մի հատ էլ եք դնում, բարձրանա ու կթխենք մեր հացերը,
Բոլորը փակենք, գնենք նորից բարձրանա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, սա արդեն վերջն է, երրորդ անգամն է, որ բարձրանում է։ Կմաքրենք մի հատ։ Այս սիլիկոնով շատ լավ է մաքրվում։ Սա կդնենք մի կողմ։ Ձեռներս մի քիչ ձեթոտեմ։ Հիմա շուռ ենք տալիս էց, 4 կողմով շուռ ենք տալի, Հիմա ալյուր ենք ցանում սեղանին և լցնում ենք սեղանի վրա։ Հեշտ ու հանգիստ թափվեց։ Սախում է ձեռս։ Ուրեմն սիրելի հետևորդներ, հավաքում ենք։ Բաժանում ենք, չգիտեմ քանի գնդի բաժանեմ, 2 գնդի բաժանեմ։ Բաժանենք, հետո կտեսնենք։ Այ, երևի սա տնենք սրա վրա։ Հիմա ալյուր ենք ցանում սրբիչի վրա, այստեղ, երևում է չէ, որ սրբիչը փռել է։ Ալյուր ենք ցանում, որ խմորը դնենք սրա վրա, գունդը դնենք սրա վրա, որ չկպնի։ Կողքերն էլ բարձր բան եմ դրել, որ չկպնեն իրար։ Այսեց, տարածում ենք ալյուրը և ստեղից գունդը բերում ենք։ Մած էսպեկոնդն էլ սա էլ ենք դնում ստեղ, որ հասունանա։
Իսկ մի կունդը ոնց որ մեծ եղավ էս մեկից։ Երևի մի քիչ կտրեմ, դնեմ սրա վրա, որ հետո վերցնելուց հեշտ լինի։ Չուզեցա 3-ի բաժանեմ, 3-ն էլ բուջուր ա լինում։ Այսպես։ Վրա շորը գցելու, մի քիչ հանգստանամ 30 րոպե ու տնենք թխելու։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ առանց ձեզ գունդը կիսեցի 4 մասի, որովհետև շատ մեծ գնդելն շատ մեծ է լինում, չէի կարա վերցնեի, դնեի ջեռուցի տապակի մեջ։ Հիմա արդեն հասունացել է, դնում ենք 250 աստիճանի տակ եթվելու։ Առանց ջուր քսելու հացի վրա։ Այս տեսակի հացի ջուր չեն քսում։ Չաբատա հացի երեսին ջուր չեն քսում, սիրելի հետևորդներ։ Հիմա սպասեք, դրանից առաջ ես դրել եմ երկու հատ քսվել աղացի սիրելիները։ Տեսեք ինչ լավ հացեր ստացվում։ Ինքան տակ որ ձեռի չեմ կարողանում։ Հələ տեսեք ինչ մեծ հացեր ա եղել։ Հիմա կթողնենք սառի, նոր հետո կկտրենք։ Տեսեք ինչ լավ հացեր ա եղել։ Թողնում եմ մի քիչ հովանա, հետո նոր կկտրտենք։ Սա էլ մեր հացերը։ Սիրելի հետևորդներ, մեր հացերը արդեն թխվել պատրաստվել ա։ Ուրեմն, սրանք մեր իտալական չաբատա հացերն են։ 4 հատ, ճիշտ է, 2 հատ էի սարքել, պատկերացնում եք, որ չկտրեի 4 հատ սարքեի, 2 հատ սենց էր լինելու, խմորը չէի կարալու, որ վերցնեի։ Արդեն հովացել ա, կտրեք տեսնենք ինչ, մեջ է ինձևյա։ Մեջ մեր լավ ծակոտիններով, տեսեք ինչ լավ հաց է ստացել սիրելիներս, գուբկի նման, հելնում ա վերև, սկզբից որ թխվում ա, չոր ա լինում, պինդ ա լինում երեսը, հետո որ մնում արդեն ինքը ետ ա գալիս ու շատ փափուկ ա։ Վայ չկտողի, ծակոտիններով, շատ լավ հաց ա ստացել, լահավն էլ տեսնեք ինչպես ա։ Շատ լավ հաց ա ստացվում։ Հետևորդներ ջան, եթե դուր եկավ իմ հացերը ձեզ, եթե դուր եկավ, կարող եք դուք էլ պատրաստել, 1 կիլո հացից 4 հատ հաց եմ ստացել, 1 կիլո ալյուրից։ Եթե ձեզ դուր եկավ սիրելիներս, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես կստացվի, գրվեք մեկնաբանություններով, իսկ ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, գրվել ձեր մեկնաբանություններով, սրտիկներ դրել, սիրելիներս, դե ինչ ասեմ, ես սա շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, տեսություն ձեզ։